Վերադարձանք տաղավար։ Եվ մենք ուրախ ենք, ժպիտը ուրախ տեղում է, տրամադրությունը տեղում է, Ինչի որովհետև ենք մենք ուրախ, ինչ է տրամադրությունը։ ժամն է Էլ ավելի բարձր։ համեղությունների։ Այո, ժամն է խոհանոցի եւ այսօր մեր խոհանոցում է Սարգիս Նիկողոսյանը, բարի լույս Սարգիս։ Բարի լույս։ ձեզ։ Ինչպես Ո՞նց ես։ Լավ է, մերսի շատ, դուք ոնց եք։ Մի քիչ Հիանալի։ վատառող չես ոնց որ։ Արդեն լավացել Արդեն լավ այո, ես, մրսել էիր, քիչ ինչ, այո։ թե լավ չէիր սնվում, ճիշտն ասա։ Սնվելը լավ եմ սնվում, մի քիչ մրսել եմ, բայց արդեն միանգամից առանց իհարկե դեղերի առողջ ուտելով։ Այսինքն խոհարարների դեպքում կոշկակարի օրենքը չի գործում, Գործում է, բայց այս դեպքում արդեն ստիպված պետք է այդ օրենքը թողենք, որ վերականգնենք։ Շատ լավ, քանի որ ամեն ինչ ընտիր է, ամեն ինչ արդեն Այո։ հետևում է մնացել, ինչ ենք այսօր պատրաստելու։ Այսօր շատ հետաքրքիր նախաճաշ ենք պատրաստելու գարնանային, հենց առողջանալու համար, վիտամիններով շատ հարուստ, կանաչիներով, խոտերով շատ հարուստ։ Նախաճաշը անուն չունի, քանի որ ես եմ մտածել նախաճաշը, մեզ անհրաժեշտ է լինելու ամբողջ հատիկից տոստի հացեր, կարող է լինել օվալ, կարող է լինել քառակուսի, որը կունենաք։ Անհրաժեշտ է քամած մածուն կրեմ պանիր, լայմ կամ լիմոն, այս դեպքում ես լայմ եմ վերցրել, կարագ, սխտորի փոշի, կանաչիներ արդեն տանը ինչ կունենանք, այս դեպքում եւ հավկիթներ։ Հավկիթները ես արդեն պատրաստել եմ, որ մենք ժամանակ չկորցնենք։ Նախապես խաշվել։ Այո, ունեմ երկու հավկիթ, որը համարյա ամբողջովին խաշված են եւ ունեմ թեր խաշված, մեկ հավկիթ, որպեսզի ավելի հետաքրքիր էֆեկտ ստանան գույնային։ Ամենաառաջինը հացերը տոստանենք, ընթացքում արդեն խոսեմ եւ կասեմ մեր նախաճաշի առողջարար հատկությունների մասին։ Մի թեթև թավան կարագով պատում ենք, շատ պետք չի տաքացնել եւ շատ կարեւոր այստեղ հատկություն կա, եթե կարագը տաք թավայի մեջ ենք անում, պարտադիր մի փոքր ձետ ավելացնենք, որպեսզի կարագը չվառվի, այո։ Ես չգիտեի դա օրինակ։ Կարագը, քանի որ կաթնային մթերք է, ինքը շատ արագ այրվելու հատկություն ունի։ Եվ այստեղ թաթախում ենք հագեցած կարագի մեջ մեր հացերը։ Ավելի ժամանակակից մեթոդն է մեր ձվով սարքած պատառի, էլի, այսպես, որ տանը սարքում ենք առաջ սմետանով, թարխունով, ձվով պատառ, այս ավելի ժամանակակից մեթոդն է։ Մինչ մեր հացերը տոստ լինեն, ես արդեն կպատրաստեմ մեր քամած մածունով եւ կրեմ պաներով միջուկը։ Սարգիս նշեցի, որ անվանում չունի։ Անվանում չունի, կարող եք ընթացքում մտածել։ Այո, Բայց չմտածենք միասին ինչ անվան։ Իհարկե, ընթացքում կարող ենք մտածել ոնց ենք անվանելու։ Հա, եւ ամենակարևորը, մեկ բաղադրիչի մասին չխոսեցի, այստեղ զեյթուններից պատրաստված խավիար է, պաստա, տոպինադ է կոչվում, դա ավելի յուրահատուկ համետալու մեր տոստին։ Իսկ դա դու ես պատրաստել, թե պատրաստի ձեռք բերված է։ Սա մեր պատրաստածն է, նաեւ կասեմ ոնց պատրաստենք, շատ արագ եւ հեշտ է պատրաստվում, ինչ ես կանաչիներ կկտրատեմ, կխոսեմ նաեւ տոպինատ պատրաստելու մասին։ Մեզ պետք է զեյթուններ, տարբեր տեսակների, կարող ենք վերցնել կալամատաներ, կանաչ, սև զեյթուններ, կորիզա զրկենք, ձեյթով եւ մի քիչ ծխեցված պղպեղով աղալու ենք։ Ուղղակի կա շատ այսպես աղացած, որը ես եմ վերցրել եւ կա շատ քիչ արդեն աղացած, որ հատիկները երևում է բրուսկետաների համար են օգտագործում։ Շատ այդ փորձած կլինեք։ Այսպես նայեք մեր հացերը։ Ինչու հարցրեցի, որովհետև հիմա կարելի է խանութներում նաև պատրաստի տարբերակը գտնել, եթե ժամանակ չունեք, այնուամենայնիվ կարելի է նաև այդ տարբերակը օգտագործել։ Պատրաստի տարբերակները, այո, վաճառքի կան, կարող ենք վերցնել խանութներից, բայց ավելի ցանկալի է տանը պատրաստել, որովհետև ավելի համով է ստացվում։ Բացի այդ, շատ քիչ է մեջի քիմիկատները պահպանման համար, քանի որ տանը թարմ կվերցնենք եւ կպատրաստենք։ Իդեպ նախուտեստների համար, եթե օգտագործում եք օրինակ սերուցքային պանիր, բրուսկետաների այս տարբերակը, պանիր եւ քամած մածուն, որը մենք Սարգիսից արդեն սովորել ենք մեկ այլ բաղադրատոմսի միջոցով եւ շնորհիվ, կարող եք կիրառել դա իսկապես շատ համեղ եւ յուրահատուկ համ տվող էֆեկտ է ստացվում։ Այո, մենք դոլիվայի ժամանակ ենք սա կիրառում, ուղղակի նրա հետ մեկտեղ օգտագործում ենք նաեւ սերուցք, որ ավելի բաց ենք համերը։
Այսպես։ Ես Ես կվերցնեմ։ ուզում եմ մտածեմ ինչ պետք է անվանենք։ Հա, անվանումը Դրա համար մի քիչ մտածենք լսում եմ արդեն։ ձեզ, մի քիչ չեմ լսում, էլի, համստեղ եմ, համստեղ չեմ։ Բայց դու կարևոր գործով ես զբաղված հիմա։ Բայց չեմ կարող։ Հացերը շատ խրխրթան են։ Ես միանգամից դրեցի անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ կարագը անձեռոցիկը վերցնի։ Միջ այդ մենք կպատրաստենք մեր մուսը եւ սամիտ։ Լայնը Կանաչ սող, թարխուն օգտագործեցինք։ Այո, ամենաշատը թարխունն եմ վերցրել հիմնական, քանի որ ձվի հետ ամենասազական կանանչատեսակը դա թարխունն է։ Կանաչ սոխն է շատ համեղ եւ մի փոքր նաեւ ասեմ ձվի հետ կապված, ձուն շատ կարեւոր է բոլորիս կյանքում։ Իհարկե չարաշահելը պետք չէ, որովհետեւ առաջ, քանի որ շատ զարգացած չի եղել մեր գիտությունը, նաև ասել են, որ ձուն վնասակար է առողջությանը, սրտանոթային հիվանդություններ է զարգացնում։ Բայց դա սուտ է, չէ՞։ Արդեն չէ, դա արդեն հերքված է, որը քանի որ չած հաստատել են, որ պետք է չափի մեջ ձուն ուտել օրը 1-ից 3 հատ ոչ ավել, ունենք մարզիկներ, ովքեր շատ են ուտում, 10 հատից մինչև 30 հատ օրը ձու են ուտում, քանի որ ձուն շատ հարուստ սպիտակուցների բաշար է եւ վերականգնում է մկանները։ Բացի դրանից ձուն ունի շատ ավելի լավ հատկություն, նաև գիտակցությունն է ուղեղի աշխատանքն է լավացնում եւ պահպանում եւ նաև աչքերի աշխատանքն է լավացնում եւ պահպանում։ Պարունակում է D վիտամին, ձուն եւ նաև պարունակում է B վիտամին, բացի D վիտամինը։ B վիտամինը շատ քիչ տեղերում կարող ենք գտնել, դրա համար շատ կարևոր է։ Հա, այսօրվանից։ Բայց 3-ից ոչ ավելի է, էլի, խնդրում եմ։ Ուղղակի պատկերացնում եք 1-ից 3։ 10-ից 10-ից 3 է կարելի, 15 հատ չի կարելի։ 15 հատը չէ։ Իսկ այդ 3 հատը նախաճաշից հետո թե առաջ։ Հա, այդպես շատ հետաքրքիր այո, կարգախոս կա։ Դե կարանք Ցանկալի է նախաճաշի ժամանակ, ոչ հետո, ոչ առաջ։ Այսպես, կիտրոնահյութը լցնում եմ։ Մեզ արդեն մեր կանանչիները պետք չեն եւ այստեղ ավելացնում եմ մի քիչ սխտորի փոշի, քանի որ նախաճաշին ենք օգտագործելու, այդ իսկ պատճառով թարմ սխտոր չեմ վերցրել, մի քիչ վերցրել եմ սխտորի փոշի, որ ավելի նուրբ համ ստանանք եւ աղ։ Սարգիս նաև խնդրելու եմ պատմես միկրոկանաչիների մասին, Անպայման։ որովհետև վերջին շրջանում մենք շատ ենք տեսնում, երբ մարդիկ ոչ միայն օգտագործում են տարբեր բաղադրատոմսերի ժամանակ, այլ նաև աճեցնում են սեփական խոհանոցում փոքրիկ գեղեցիկ այգի ստեղծելով։ Միկրոկանանչիները շատ ավելի առողջարար են, քան սովորական կանանչիները, քանի որ իրենք ավելի խտեցված սերմերից են ստանում, որովհետև իրանք սովորական կանաչիների սերմեր չեն, իրանք ավելի հիբրիդ եղած տեսակներ են, որոնք ավելի շատ վիտամիններ են պարունակում եւ առողջարար հատկություններ։ Իրանք համեմատում են սուպերֆուդերի հետ։ Պատկերացեք, դրա համար մի փոքր օգտագործած մեր միկրոկանանչին հավասարազոր է մի փունջ կանանչու։ Այդքան ավելի հագեցած է վիտամինները միկրոկանանչիները։ Իսկ ինչպես աճեցնել։ Ինչպես աճեցնել, այո։ Սերմերը պետք է գնենք կամ այստեղից կամ այստեղ արդեն շատ հագեցած շուկա ունենք սերմերի, կամ նաև կարելի է պատվիրել դրսից եւ հատուկ լույսեր կան մանուշակագույն, որտեղ կանաչիները շատ հեշտ պայմաններում սկսում են աճել։ Եվ գիդրոպոնիկա է կոչվում, դա հայերեն ճիշտ ասած թարգմանությունը չգիտեմ ունենք թե չունենք։ Գիդրոպոնիկայի շնորհիվ ուղղակի սերմերը դնում են, անգամ այստեղ այստեղ ունենք։ Կարող եմ ցույց տալ։ Եվ դնում են լույսի տակ։ Միջև 7 օր արդեն կանաչիները սկսում են աճել։ Այսպես նայեք մեր հացը ինչ գեղեցիկ։ Այստեղից երևում է ինչ խրթխրթան է։ Շատ հագեցած առանց խնայելու, այսպես դնում ենք մեր մածունային եւ կրեմպանրային մուսը։ Եվ արդեն մեր մատուցման ափսեի վրա ենք տեղադրում, այսպես։ Նաև կարող եք ավելացնել վարունգ, ես ուղղակի չավելացրեցի, բայց վարունգն է շատ հետաքրքիր, համեղ և կսազի։ Ընտրել եմ այս դեպքում ավելի ձիթապտուղները մի քիչ ավելի յուրահատուկ համ տալու համար, այսպես։ Փոյնեց անհամբեր են դրճում ինչ է ստացվելը։ Շատ գեղեցիկ է լինելու ամենակարևորը։ Եվ համեղ։ Ես այո, միշտ օգտագործում եմ նաև մաղադանոսի ձեթ։ Այսօր ասացի մի քիչ մաղադանոսի ձեթը չօգտագործենք։
օգտակարի մասին չենք էլ նշում։ Սարգիս, իսկ հավկիթը ինչ պետք է անենք։ Հավկիթները հիմա տեղադրելու ենք մեր այսպես մի հատ հավկիթները տեղադրելու ենք մեր տոստերի վրա եւ ավելացնելու ենք միկրոկանաչի ու տոպինադը մեր։ Այսպես հիմա սկսելու ենք կտրել հավկիթները։ Մեկ հավկիթը թերխաշ է, չէ՞։ Մեկ հավկիթը, այո, թերխաշ է։ Հատուկ։ Ահա, եւ թերխաշ անելու համար հավկիթները 3-3.5 րոպե կարելի է եփել, իսկ այս եփվածությունը հիմա ես կկտրեմ կնայեք, արդեն մի քիչ լիարժեք եփվածությունից ցածր է, սա 6 րոպե անոց եփվածությունը։ Ես հիմա բաժանում եմ 4 մասի։ Ես առաջարկում եմ մինչև դու բաժանես 4 մասի, մենք փոքրիկ գովազդային ընդմիջում կունենանք, որից հետո կվերադառնանք։ Եվ առանձնահատուկ կերպով կխոսենք Ազնվորեն կասենք ինչ է արել մինչև այդ այո, թերխաշի պահն էլ մի հատ դիտենք։ Ամենակարևոր պահն է։ Այո, ամենակարևոր պահն է։ Հիմա թերխաշը կտրելուց արդեն կտեսնեք համ գույնը, այսպես հավկիթը։ Ես արդեն գեղեցիկ կտեղադրեմ, մինչև մենք Մինչև կվերադառնանք։ մենք գեղեցիկ կտեղադրենք, դուք դիտեք գովազդը։ Վերադարձանք սիրելի Դուք չեք հեռուստադիտողներ։ պատկերացնի ինչ գեղեցկություն է հենց հիմա խոհանոցում տիրում։ Խնդրում եմ, տեսեք։ Այո, ես պահել եմ վերջի երկու Վերջի հավելումը։ փոքրիկ գործողություն Այո, է։ որ ձեր հետ անենք միկրոկանաչիները, որի մասին խոսեցինք եւ տոպինադը։ Հիմա նայեք ինչ գեղեցիկ հագեցած գույն է, այս գույնը ստացել ենք ձիթապտղի հաշվին, կալամատա։ Այսպես սկսում ենք տեղադրել։ Եվ միկրոկանաչի ենք անելու։ Մի փոքր կավելացնենք ձեթ, քանի որ ձվի դեղնուցից ունենք հագեցած գույն։ Իդեպ մի բան է նշեմ, մարզիկները, որ օգտագործում են շատ մեծ քանակությամբ ձու, այնտեղից հանում են դեղնուցները։ Քանի որ Որովհետև միայն սպիտակուսն է։ հա, միայն սպիտակուսն է հարկավոր եւ այդ հիմնական մի քիչ այդ վտանգը դեղնուցի մեջ է լինում, հիմնական սրտի հետ կապված, որ վնաս է լինում, այսպես։ Իդեպ ես նոր հիշեցի եւ պահ ֆիքսեցի, որ շատ հաճախ վերջին շրջանում, երբ տարատեսակ դիետաներ են քննարկվում սոցհարթակներում, նկատելի է, որ ասում են, եթե ուզում եք քաշը ավելացնել, օգտագործեք խաշածություն ամբողջական, եթե նվազեցնել միայն սպիտակուցը։ Այո, քանի որ Բայց կա լավ տարբերակ սնվեք առողջ եւ համեղ։ Քանի որ այո, սպիտակուցը հենց սպիտակուցը եւ քաշի նվազեցման համար է եւ մկանները զարգացնելու համար է, իսկ դեղնուցը արդեն ավելի շատ ածխաջուր է եւ ավելացնում է քաշը։ Այսպես մեր տոստերը պատրաստ են։ Անունը ոնց են կոչելու։ Մտածեցինք Ես այնքան քաղցած եմ, որ ես սպասում եմ վերջնարարությունին, որ շուտ սարերի տոստ երևի, քանի որ կանաչիներով հագեցած է եւ չգիտեմ ինչպես ասենք։ Հայկական սարերի տոստ։ Բայց նման էլ են սարերի։ Հա, 3 սարի են։ 3 սարեր։ Քանակը կախված է արդեն պատրաստողից, թե քանի սար կպատրաստեք, բայց սարերից եկած տոստ։ Սարերի տոստ։ Սարերի տոստ։ Գուցե։ Ես ունեմ մեկ այլ առաջարկ։ Թող մեր հեռուստադիտողները որոշեն եւ Առավոտ լույսոյի Instagram-յան էջին գրեն նամակներ։ Մենք կընտրենք լավագույն տարբերակը եւ կպատմենք ձեզ այս տոստի մասին մեկ այլ անգամ, երբ Սարգիսը կլինի մեզ մոտ նոր բաղադրատոմսով, որովհետեւ դու միշտ շատ սպասված հյուր ես, հատկապես մեր խոհանոցում։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալություն քեզ Սարգիս, ովքեր նոր են սկսում նախաճաշել, ձեզ ասում ենք բարի ախորժակ, մեզ էլ ենք ասում բարի ախորժակ, մենք վազենք արդեն խոհանոց։ Իսկ դուք վայելեք երաժշտություն։